Բարի երեկո, առաջին ալիքի եթերում այլ ոճով հաղորդումն է։ Տարիներ շարունակ նա փնտրում է իրեն համապատասխան ոճ։ Մշտապես հետևելով նորաձևությանը, Աննան հաճախ ձեռք է բերում տարատեսակ հագուստներ, բայց դժվարանում է իրեն համապատասխան համադրություններ կազմել։ Այժմ որոշել է ներկայանալ այլ ոճով եւ կտրուկ կերպարանափոխվել։ Աննա, ողջույն, ինչպե՞ս ես։ Ողջույն Լուսինե ջան, լավ, շնորհակալություն։ Ուրախ եմ գտնվել այս տաղավարում, արդեն իսկ դա մեծ ձեռքբերում է։ Հրաշալի է Աննա, եւ ես իմ խոսքում նշեցի, որ դու տարիներ շարունակ փնտրում ես քո ոճը։ Դա պայմանավորված է երևի, որ ես անդադ գտնում եմ ստեղծագործական process-ում, քանի որ մասնագիտությամբ նկարչուհի եմ։ Անդադ տարատեսակ ինչ-որ նորություններ եմ փնտրում, սակայն դեռ չեմ կարողam գտնել ինձ նոր կերպար։ Երևի դա է պատճառը, որ դիմեցի հաղորդմանը, չնայած տարիներ շարունակ ես մշտապես դիտում եմ նորաձևության հաղորդումներ եւ շատ հետաքրքիր, որ երազում եմ, որ ինչ-որ հատուկ պրոֆեսիոնալ ոճաբան լինի, որ ինձ ասի ինչի հետ կարելի է համադրել։ Շատ պատահաբար դիտելով ձեր Instagram-յան էջը, ես տեսա, որ այլ ոճով հեռուստաշոու կա եւ պատահաբար երրորդ անգամից ստացվեցի մոտ հայտը լրացնելը եւ այդ մասին մոռացա։ Եվ մոտ 20 օր հետո ինձ զանգարեցին, որ առաջի ալիքից բարև ձեզ, ինչու եք ուզում ներկայանալ, մի պաշտպոտեցի, որտեղ մոռացել եք արդեն, որ հայտը ներկայացրել եք, ուղարկել եք։ Պատկերացնի, որ ինձ ասենք գրավեն։ Ինչ հետաքրքիր է, յուրաքանչյուրը հենց այդպես է մտածում, երբ հայտը լրացնում ուղարկում է, մտածում է, որ նա չպետք է լինի հաղթողը կամ մասնակիցը, բայց ի վերջո ապացուցվում է հակառակը։ Եվ դա կարելի ասել, եթե ինչ-որ երազանքներ ունես, դա պիտի անպայման հավատաս, որովհետև իրականանալու հատկություն ունեն։ Բայց ճիշտ եք ասում, այո, յուրաքանչյուր երազանքին պետք է պարզապես հավատալ։ Եվ ինձ այսպես ասած մեծ ոգևորություն պատճառեց, որ իմ ոճաբանն է հենց Նարեկը, եւ նախնական զրույցի ընթացքում հասկացա, որ նա նաեւ լավ հոգեբան է, քանի որ ճիշտ է որոշում մարդկանց էությունը։ Նաեւ նշեցիր, որ շատ փորձարկումներ ես արել, որպեսզի գտնես քո ոճը եւ ի վերջո դժվարացել ես։ Ինչպիսի փորձարկումներ են եղել այս տարիների ընթացքում։ Սկսել ամենասկզբից, ես գնում եմ հագուստներ, որոնք տուն տանելով ես մտածում եմ, որ դրանքից պետք չեն եւ իզուր եմ այդ գնումները կատարել։ Քանի որ ես միշտ տրամադրության մարդ եմ, ինձ ճանաչողները դա կփաստեն, որ կապված տրամադրությունից ես հատուկ հագուստներ եմ ընտրում, վառ կամ մուգ։ Ինչ հետաքրքիր է, դա հագուստը, իսկ օրինակ վարսերը, ես վարսերս մի անգամ կարճ կտրվածք արեցի եւ դա ամենաերևի վատ որոշումներից է իմ կյանքի, որովհետեւ ինձ տվեց որոշակի տարիք եւ ես հայլում ինչ էի ճանաչում, մոտ 2 տարի փորձեցի երկարացնել։ Եվ դա փոփոխությունն է դժվար տրվում քեզ, Աննա։ Հա։ Բա հիմա ինչպես ես եկել այսպես խիզախ, հպարտ եւ հստակ համոզված, որ դու պատրաստ ես այդ փոփոխությունների, որովհետեւ վարսերի հետ կապված եւս կարող են լինել այդ փոփոխությունները եւ կտրուկ փոփոխությունները։ Արի չմոռանանք։ Ես դրան համաձայնել եմ սկզբից։ Կտրվածքը պատրաստ ես։ Այո, քանի որ ես այստեղ եմ եւ իմ այսպես ասած երազանքը ի կատարածվեց, բախտ վիճակվեց հանդիպել պրոֆեսիոնալ մասնագետների։ Որ փուլին ես ամենից շատը սպասում եւ որ փուլից ես մի փոքր լարվում կամ վախենում։ Եվ ելի մազերից հետ կապված։ Վախենում, լարվում։ Իսկ մնացած։ Բայց այստեղ հենց հիմա դու ասում ես, որ դու պատրաստ ես այդ փոփոխությունների գնալ եւ այդ վախի զգացողությունը քեզ չի խանգարելու։ Ես գտնում եմ, որ ամեն ինչ կյանքում մի անգամ պետք է փորձել։ Ես համաձայն եմ։ Այո, ես համաձայն եմ, որովհետեւ ես փոփոխություններ չեմ սիրում, բայց գոնե մեկ անգամ պետք է փորձել։ Լրիվ համաձայն եմ, որպեսզի հասկանալ դա քոնն է թե ոչ։ Ճիշտ եք։ Աննա, բացի նկարչուհի լինելուց դու նաև դասախոս ես։ Արդյոք սա խիստ սահմանափակումներ չի դնում հագուստի առումով։ Ցավոք սրտի, այո, քանի որ աշխատանքային ոճ է պահանջում, քանի որ լսարան չես կարող մտնել տոնական զգեստով կամ շատ բաց քիփ հագուստով, որը ներկայանալի չի լինի ուսանողների առջև, ուստի ստիպված ես որոշակի
ոչ պահպանել։ Նաև ես իմ խոսքում Աննա նշեցի, որ դու մշտապես հետևում ես նորաձևությանը։ Եվ որ տրենդներն են քեզ համար հետաքրքիր եւ կցանկանայիր փորձարկել դրանք։ Վերջին տրենդերից ինձ դուր են գալիս գործվածքները, մինիմալիստական գույները եւ հետաքրքիրն այն է, որ իմ զգեստապարում մեծ մասամբ վառ գույներ են եւ հենց դա ես կցանկանայի փոփոխել։ Ես համոզված եմ, որ հենց այդպես էլ լինելու է, փոփոխվելու է զգեստապահարանը եւ համադրությունները լինելու են ճիշտ հենց քեզ համար։ Եվ ես միշտ նայելով օրինակ բազմաթիվ մոդելների, ես ձգտում եմ նրանց մեջ գտնել յուրահատկություն եւ գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի, պարզապես պետք է ճիշտ ոճաբան ընդգծի նրա գեղեցկությունը։ Այն նշեցիր մոդելներից, ով է քեզ ոգեշնչում։ Ինձ հայկական մոդելներից, ինձ ոգեշնչել եք միշտ դուք, իմ ամենասիրելի մոդելը Լուսինե Թովմասյանն է, իսկ արտասահմանյան ես ինձ միշտ դուր է եկել Իրինա Շեյկի կերպարը, եւ իմ երկու սիրելի մոդելները դուք եւ Իրինան, ես նմանեցնում եմ, որ երկուսդ էլ պարզ, բայց այդ պարզության մեջ շքեղ եք, եւ հենց այդ պահն է ինձ որ դուր է գալիս։ Ձեր խոսքերից հիշենք այս յուրահատուկ պահերը, որպեսզի չմոռանանք պատմենք մասնագետներին։ Կարծում եմ մենք լիարժեք պատրաստ ենք անցնել հաջորդ փուլի։ Այո։ Ես Նարինեն եմ, Աննայի ընկերուհին եւ այս կարևոր պահին փորձում եմ Աննայի մոտ լինել, քանի որ Աննան որոշում ընդունեց իր կյանքում փոփոխություններ կատարել, դա ինչպես գիտեք, փոփոխությունը սկսվում է արտաքինից եւ ամեն մի աղջիկ կին առաջինը ուզում է իրեն գեղեցիկ տեսնել։ Աննան էությամբ շատ բարի եւ ընկերասեր աղջիկ է, ինչպես նաեւ իր մասնագիտության հետ կապված մշակույթին, արվեստին ավելի մոտ Երևի ինչն էլ պատճառ է հանդիսանում Աննայի վառ կերպարների համար, քանի որ Աննան միշտ սիրում է գույներով իր այդ կերպարը, պիջակները, շարֆիկները միշտ գույներով էին, վառ գույներով, բայց համադրելը միշտ չէր ստացվում եւ այս հաղորդմանը մասնակցելով եւ Աննան եւ նույնպես ես հույս ունեմ, որ մասնագետի ոճաբանի շնորհիվ Աննան մի քիչ կարող է այդ գույներից հետ գալ եւ ավելի հանգիստ գույներ, որտեղ ինքը կգտնի իր էությունը, իր նախասիրությունը, հա, կարող է համատեղել այդ իր նոր կերպարի, նոր ոճի մեջ։ Ես վստահ եմ, որ ոճաբանի ընտրությունը կլինի այնպես, որ կընդգծվի Աննայի եւ կանացիությունը եւ հոգու նրբությունը, որովհետեւ իր հետ շփվելով նկատում ես, թե ինչքան բարի կամեցող է, վստահ եմ կերպարը կլինի իդեալական, որտեղ կհամադրվի եւ Աննայի տրամադրությունը եւ նախասիրությունները եւ իհարկե նոր ոճը, որը կփոխի Աննայի կյանքը դեպի ավելի լավը։ Աննային բնորոշ են նկարչուհու ստեղծագործական մտածողությունն ու գեղեցիկը նկատելու ունակությունը։ Նա երազում էր կերպարանափոխության մասին, իսկ երազանքները իրականանալու հատկություն ունեն։ Եվ այս ճանապարհին նրան այսօր կօգնեն ոճաբան Նարեկ Ջանգիրյանը, դիմահարդար Արփինե Գալստյանը եւ ոճաբան վարսահարդար Հարութ Բերբերյանը։ Ողջույն։ Ես ուզում եմ ձեզ փոխանցել Աննայի լուսանկարները, խնդրեմ։ Կարող ես Արփինեին էլ փոխանցել Հարութ։ Եվ իրականում պետք է ասեմ, որ շատ է երազել կերպարանափոխվելու մասին Աննան, խնդրում եմ մի փոքր ուսումնասիրենք նրա լուսանկարները եւ հասկանանք, թե ինչպիսի կերպար են նրան առաջարկելու։ Քանի որ շեշտեցիր, որ ինքը նկարչուհի է, շատ պարզ էր, որ ինքը գույների մեծ սիրահար կլինի եւ իհարկե ավելի մանրամասն կիմանանք զգեստապարանի վերլուծությունից հետո, բայց արդեն իսկ այս նկարից պարզ է, որ ինքը շատ վառ գույների սիրահար է։ Նոր կերպարը լինելու է ավելի շատ վառ գույների մեջ, թե չեզոք գույներս ավելացնելու։ Չէ, կարծում եմ, որ վառ գույները պետք չի խամրացնել, ուղղակի պետք է ավելի ընդգծել չեզոք գույներով, դրա համար ինձ թվում է իրան լրացում կգնան, այսինքն վառ գույներին լրացում կավելացնենք ինչ-որ չեզոք գույներ։ Հարութ, Աննան իր թուղ մաշկին համահունչ ուզում է գտնել մուգ շագանակագույն երանգ։ Արդյոք համաձայն ես այդ մուգ շագանակագույնի հետ, թե ամբողջովին պետք է փոխել, նոր երանգ ստանալ։ Ես քո տեղը լինեի կփոխեի եւ նոր երանգ ստանայի։ Ես համաձայն եմ քո հետ, բայց կանի Աննայի մազերը շատ
ոնց որ ներգվել է, չեն Երանգները հափոխվել է, վնասված են, վնասված էր մի քիչ չորեր մազերը, ես այդ ռիսկը չեմ կարող առնել, այդ գույն լրի վրա։ Շագանակագույնի մեջ ես թողնելու նրան։ Հա, համարյա շագանակագույնի մեջ եմ թողելու, բայց մեջը լինելու է մի քիչ տենց դարբեր երանգներ, որ մի քիչ տենց իրեն խաղեր դա լույսի դա կամ մի բանի։ Ես արդեն պատկերացրեցի, բայց հիմա ամենակարևորը պետք է հասկանանք, արդյոք Նարեկ դու համաձայն ես այդ երանգի հետ, թե ոչ։ Դե եթե Հարութը եթե ասում է, ուրեմն վերջ։ Չէ, եթե Հարութը ասում է, ուրեմն վերջ։ Ուրեմն վերջ։ Հենց մասնագետը պետք է վստահել։ Չէ, նենց է ես դեմ չեմ իհարկե ծայրահեղ փոփոխության, բայց ինձ թվում է որպես մասնագետ ես չեմ կարող ասեմ, եթե մազերը վնասված է, կարծում եմ Դե հա, այնպեսի բան ասեց, որ մազերը վնասված է, որ այլևս չենք կարող շարունակել եւ մերը պնդել կամ առաջ տանել։ Արփինե, ինչ դիմահարդարում ես դու նրան պատկերացնում, որ պետք է անել։ Արդյոք ամենօրյա պետք է լինի, թե երեկոյան։ Ամենօրյայից դեպի երեկոյան, էլի շագանակագույն երանգների մեջ, բայց ավելի փափուկ, ստվերային, Իսկ ընդգծելու ես շուրթերը, թե աչքերը ավելի։ Հավասարաչափ ընդգծվելու են թե աչքերը, թե շուրթերը եւ կլինի փափուկ նուրբ երանգների մեջ, աշնանային, շագանակագույն։ Նարեկ, այստեղ էլ առարկություն չունես։ Դա շագանակագույնը նորաձև է հիմա ինձ թվում է։ Աշնանային է, նորաձև է, թրենդային է, եւ բոլորս համաձայն ենք։ Եվ կարծում եմ, որ դե հա ինչի՞ չէ, մասնագետներին եթե կանչվեն, պետք է բոլորին վստահենք ինձ թվում է։ Բայց մասնագետները երբեմն կարող են օրինակ որևիցե գույն ասել կամ որևիցե ձև վարսերի ասել Հարութը եւ դու մտածեիր, որ ոչ, այն կերպարը, որ դու ես պատկերացնում արդեն մտքում եւ ես համոզված եմ, որ դու արդեն պատկերացում ունես, թե ինչ կերպար ես ստանալու Աննայից։ Չէ, մեր խնդիրը նրա մեջ է, որ մենք շատ հեշտ իրար հետ կարողանում ենք լեզու գտնել։ Այս դեպքում ինձ ավելի հեշտ է վստահեմ իրանց ու մեր աշխատանք ավելի սիրուն կլինի, երբ որ համահունչ լինում ամեն մեկս մեր գործը անենք։ Վստահելով միմյանց։ Ոչերը համապատասխան են իրար։ Դե լավ, ես է փորձեմ վստահել եւ ի վերջո կտեսնեմ նաեւ արդյունքը։ Սիրով։ Մասնագետների հետ քննարկումը հեշտ տրվեց, քանի որ իրենց հետ առաջի անգամ չի որ աշխատում ենք ու իրար հասկանում ենք կես բառից, այդ իսկ պատճառով վստահելով թե իրենց պրոֆեսիոնալիզմին, թե ընդհանուր մեր տեսլականին շատ հեշտ լուծում գտանք, թե ինչ ենք ուզում անենք Աննայի կերպարի հետ կապված։ Ուրեմն մասնագետներու հետ որոշել ենք Աննայի ոճը փոխել։ Ուզում եմ մի քիչ իր գույնը եւ կդրվածքի ոճը փոխենք, որ սանրվածքը լինի թրենդային, իր թեմքի եւ իր ոճի հետ համապատասխան լինի, որ հեշտ լինի առօրյա խնամք։ Մասնագետների հետ քննարկումը անցավ շատ հարթ, միանգամից եկանք ընդհանուր հայտարարի, որոշեցի, որ Աննայի դիմահարդարումը կլինի տաք աշնանային գույների մեջ համապատասխան իր կերպարին։ Այս գեստապահարանը շատ հաճախ է համալրվում նոր հագուստներով, բայց Աննան հազվադեպ է հավանում իր գնումները։ Նա ուզում է ունենալ իրեն համապատասխան նորաձև թրենդային ոճ եւ այսօր ոճաբան եւ դիզայներ Նարեկ Ջանգիրյանի հետ մենք միասին կաշխատենք այդ ուղղությամբ։ Նարեկ, ողջույն։ Ողջույն Միսլի։ Ուզում եմ առաջին հերթին նայես զգեստապահարանը եւ պատմես, թե ինչի մասին է պատմում Աննայի զգեստապահարանը, թե գույները, թե ընտրված համադրությունները։ Աննայի զգեստապահարանը շատ տիպիկ օրինակ է իմպուլսիվ գնումների, քանի որ մի անգամից, հա։ Որ ինքն է ասում, որ ինքը առնում է շատ առնում, բայց չգիտի ինչի հետ համադրի, դա հիմնական գայս է, թե տրամադրությամբ է գնումները անում, ինչ տրամադրություն է ունենում, ու այդ դեպքում հիմնականում տեսնում ենք գունային շատ վառ տեսականի, որ իրականում շատ հազվադեպ է, բայց համադրելու իրականում շատ քիչ բան կա իրար հետ, քանի որ գույները շատ տարբեր են ու չկան չեզոքացնող գույներ, որը ուսում ենք փորձելու ենք նոր զգեստապահարների համար կիրառել։ Եվ նայելով զգեստապահարին հասկացա, որ ինքը հիմնականում գնում է այնց բաներ, որոնք ճիշտ իր չափով են նստում, այսինքն ոնց որ ավելի լավ կներ, որ նաև օգտագործել այնպիսի բաներ, որոնք կարող է չափով մի քիչ մեծ լինեն, բայց ավելի oversize ու ավելի ճիշտ նստեն, ոչ թե ամեն ինչ լինի մարմինը ընդգծող կամ
Ճիշտ համաչափ։ Աննա ճիշտ նկարագրեց, չէ՞։ Լրիվ։ Ես կարծում եմ, այո, դու ճիշտ ես։ Մի փոքր էլ հոգեբան է Նարեկը, բայց ինչպես որ նշեցիր, իմպուլսիվ գնումներ է կատարում։ Այն ինչպես խուսափել նման գնումներից, որպեսզի ամեն անգամ չկրկնվես եւ նորից նույն հագուստը չգնես։ Ճիշտ կլինի գնումներ գնալիս, երբ որ գնում ես գնումների, ինքդ քեզ հարցես ինչա քեզ պետք, ինչի համար ես կոնկրետ գնումներ անում, ոչ թե զուտ այդ պահին, որ տեսնում ես ինչ-որ բան, գնես ու հետո մտածես ինչի հետ պետքա համադրեմ։ Այսինքն ի սկզբանե գնումը անելուց պետքա մտածել ինչի կարիքը կա։ Այսինքն նայելով օրինակ, չգիտեմ, վերցնելով այս վերնաշապիկը, հասկանալ ինչ կարելի է սրա հետ համադրել ու այդ տիպի գնում անել։ Մենք դեռ կհասկանանք օրինակ այս շապիկը ինչի հետ կարելի է համադրել, բայց ուզում եմ Աննան մեզ պատմի։ Մենք պատկերացրու գնալու ենք գնումների եւ դիտելով, նայելով քո զգեստապահարանին։ Այ ինչ գնումների կարիք ունես, ինչ հագուստի կարիք ունես այս պահին։ Այս պահին ես մտածում եմ ավելի Նայ շատ զգեստապահարանը, խնդրում եմ եւ ոչ այս գույների մեջ։ Ահա։ Ես կցանկանայի գնել սպիտակ, որպեսզի բոլոր պիջակներից հետ սազեր։ Եվ սև։ Սև եւ սպիտակ ընտրությունը կտանգներ սևի եւ սպիտակի վրա։ Շատ կտրուկ նեյտրալիզացրեց գույները։ Միանգամից վառ գույներից հետո։ Հա, չէ, դա այդքան կտրուկ պետք չի լինել, պետքա երանգային տարբերություններին ուշադրություն դարձնել, օրինակ եթե շատ ուժեղ դեղին է, այս դեպքում համադրել օրինակ ավելի թույլ դեղինի հետ կամ լրիվ հակառակ գույնային պալիտրայի, ոչ թե վառ գույնի հետ համադրել, այլ մի վառի շուրջ կառուցել մնացած ամբողջ լուքը։ Լավ, մոտավորապես պատկերացումներ կկազմենք Նարեկի խորհուրդները ինչպես կարելի է կիրառել գնումների ընթացքում, բայց Նարեկ նաև ուզում եմ պատմես, թե արդյոք ճիշտ են ընտրված պրինտերը, կտրվածքները, այստեղ կախված հագուստները։ Դե քանի որ մեր մոտ ֆիզիկապես ոչ մի տենց խնդիր չկա, որ պետք է օրինակ չընդգծել կամ Բայց միգուցե սա այլևս թրենդային չէ, օրինակ եմ բերում։ Դե ինչ թրենդային չի, ինչ որ ժամանակ հետո թրենդային լինելու է, Սա պահենք։ Ինձ թվում է հա պետք է պահենք։ Դե այս գեստը օրինակ լավ կլինի հագնել ինչ որ պիջակի հետ։ Որ պիջակի կապույտ։ Այստեղ չունենք մենք տենց պիջակ, որի հետ լավ կլիներ իրան հագնել։ Ну, օրինակ սև, Դրա համար Աննան ընտրեց oversize։ սև եւ սպիտակ գույները, արդեն իսկ։ Դե սև օրինակ oversize, բայց եթե Աննային նայենք, Աննան oversize օրինակ չի կրում ու այդ նորից խնդիր է առաջացնում, որ պետքա փորձել նաեւ տեսնել իրան իր չափերից մի քիչ դուրս։ Լավ, իսկ ինչպիսի ոճի մեջ ենք պատկերացնում Աննային։ Բացենք էլի Ես օրինակ փոքր բակագծերը։ Գույների ու այս ֆորմալի մեջ չեմ տեսնում իր անհատականությունը, ինքը շատ սփռված է, շատ տարբեր է։ Ու դրա համար կուզեի ավելի շատ ընդգծել իր մասնագիտական տեսանկյունից ինչ-որ բաները եւ Բայց չենք մոռանում, մասնագիտությունը ոչ միայն դասախոսն է, այլ նաեւ նկարչուհին է։ հենց այդ իսկ պատճառով գույնային համադրությունները պետք է բավականին կտրուկ լինեն ու ավելի հետաքրքիր, քան օրինակ կարան լինեն ոչ բառանատականություն։ Ա ձեր վառը։ Դե երևում է։ Խնդրում եմ չխամրեցնել։ Բայց վառանհատականությունը մենք հաստատ չենք չեզոքացնի, այդ վստահեցնում եմ, այլ կընդգծենք։ Աննա, երկար էիր սպասում, որպեսզի հանդիպեիր ոճաբանի հետ եւ քննարկեիր։ Եթե հարցեր ունես, խնդրեմ։ Ես կցանկանամ եւ լիովին վստահում եմ Նարեկին, որպեսզի ինձանից ստանա այն կերպար, որ ինքը պատկերացնում է։ Իսկ դու որ կերպարն ես պատկերացնում։ Կանացի, էլեգանտ, ինչ պատկերացվամբ։ Բայց չչեզոքացնենք եւ չխամրեցնենք քո վառ անհատականությունը։ Նարեկ, ամեն ինչ հասկանալի է։ Այո։ Պատրաստ ես։ Իհարկե։ Մենք կարող ենք գնալ գնումների։ Գնացինք։ Զգեստապահարանի վերլուծությունից հետո ես հասկացա, որ իմ վառ զգեստապահարանին պակասում են չեզոք գույները, ինչպես նշեց ոճաբան Նարեկը, անհրաժեշտ են չեզոք գույներ, որպեսզի ավելի գեղեցիկ նայվի հագուստը, ինչը ես հետագայում անպայման կկիրառեմ։ Քանի որ Աննան աշխատում է նկարչության դասախոս, այդ իսկ պատճառով փորձեցի շատ չեզոքացնել գույները, որոնք նա անջում է, այլ այնպես ընդգծել, որպեսզի ինքը ոգեշնչի իր տեսքով իր ուսանողներին։ Աննայի զգեստապահարանը վերլուծելուց հասկացա, որ նա հիմնականում ընտրում է գունավոր իրեր, բայց չունի այդ գունավոր իրերը չեզոքացնող ինչ-որ այլ տոնային գույներ, դրա համար փորձեցինք նրա զգեստապահարանի մեջ ավելի շատ ավելացնել նեյտրալ գույներ, որոնցով կկարողանա ավելի ազատ եւ հանգիստ ոճավորի իր զգեստապահարանը։
Աննա, ես վստահ եմ Նարեկի այդ գնումների ընթացքում քո զգեստապահարանում ավելանալու են շատ ավելի հետաքրքիր համադրություններ։ Վստահ ես, չէ՞։ Այո, ես Նարեկին վստահում եմ եւ պատրաստ եմ բոլոր փոփոխություններին։ Նարեկ, քո ուսերին ընկած է այդ վստահությունը։ Դու պատրաստ ես։ Իհարկե, եթե ստեղենք, անցնենք գործի եւ Անցնենք գործի։ Գնաց։ Աննա, գիտենք, որ շատ է սիրում գնումներ կատարել եւ այսօր պետք է քո ունակությունները մեզ ցույց տաս, բայց նաեւ արդեն Նարեկը մեզ հետ է լինելու, խորհուրդները միշտ ուղեկցելու են Նարեկի։ Նարեկ, հարց կարող եմ։ Այո։ Կաշվե իրեր կարող ենք ընտրել։ Հա, ես այդ է ուզում ասել, որ պետք է ինձ թվում է ուշադրություն դարձնի մի քիչ կաշվի վրա, մի քիչ կենտրոնական պրինտերի վրա, այնինչ հիմա նորաձև է։ Ես գտել եմ։ Դենց եմ մտածում, որ դու Ես գտել եմ։ հա։ Հա, կանք փորձենք, իրականում Այնտեղ տապատնել կա, գիտես, սև, կարող ես վերցնել։ Ես ուղղակի ավելի շատ մտածում էի, որ պետք է գունային լուծումները մի քիչ բարդ լինեն, որովհետև որպես նկարչության դասախոս ինձ թվում է ինքը ավելի ճիշտ գունային պալիտրա կարա հավաքի, քան փորձումը։ Մենք սա վերցնում ենք, կփորձենք։ Սպիտակ վերնաշակ պիկը լավ լուծում է, երբ որ շատ կոնտրաստային իրերն են, օրինակ այս դեպքում կաշին եւ կենտրոնական պրինտերը, բայց ընդգծելու համար սպիտակը ես մտածում էի նաեւ վերցնենք այս կենտրոնական պրինտով Իդեալական է ստացվում։ Շատ հետաքրքիր համադրություններ է քեզ սպասվում Աննա գնումների վերջում։ Ես արդեն զգում եմ դա։ Լավ, անցնենք առաջ, իսկ գույներ պետք է ընտրել։ Հա, իհարկե, քանի որ այդ է գալիս նրան, որ ինքը նկարչության դասախոս է, ինձ թվում է պետք է գույների հետ իր համար շատ լավ կապ լինի եւ կայնա լավ հետաքրքիր համադրություններ ստեղծել։ Օրինակ, Գույները թողնում եմ քեզ վրա Նարեկ։ դե ես ավելի դասական կողմնակից եմ, կապույտը շագանակագույնի հետ հիմա շատ տրենդային է ու կարծում եմ դրա համար մենք այդ կապույտը կրում ենք այսօր։ Ահա, կապույտն էլ վերցրեցի։ Շագանակագույն ինչ-որ այս կաշվե օրինակ կիսաշրջազգեստը։ Ահա։ Իսկ պայուսակ։ Ինչ տիպի պայուսակ ես օգտագործում։ Փոքր։ Okay, ինքը Էլի եմ ես հա գտնում եմ։ Նայ։ Կարանք այդ դրա հետ կանգնեցինք այս փոքր պայուսակը, կակրած ինքը ասում է որ փոքր է նախընտրում։ Հա, Աննա, փոքր ես նախընտրում։ Իրականում ունենք սաղ ամեն ինչ ունենք։ Հա, բոլոր տրենդային գույները եւ ֆակտուրաները։ Գնացինք փորձելու։ Փոխկապը գործնական ոճի անբաժանելի մի մասն է։ Իսկ ինչ կասեք, եթե ես առաջարկեմ այն օգտագործել որպես հետաքրքիր աքսեսուար ձեր կերպարների համար։ Ես առանձնացրել եմ մի քանի հետաքրքիր գաղափարներ։ Նարեկի հետ մեր գնումները շատ արագ եւ կարճ տևեցին, քանի որ միանգամից կողմնորոշվեցինք, բայց նախքան մեր հիմնական լուքին անցնելը ես փորձեցի մի քանի զգեստներ, այդ զգեստները ինչպես իմ կարծիքով այնպես է Նարեկին չսազեցին, որովհետեւ այդ երկար զգեստները իմ հասակի հետ այդքան էլ չէին համապատասխանում։ Բայց ի զարմանս ինձ Նարեկը ինձ առաջարկեց կաշվե երկաշորտ, որը ես մտածում էի, որ դա ինձ չի սազի, բայց Նարեկը պնդեց, որ ես դա անպայման փորձեմ, եւ ի զարմանս ինձ նա ավելի այդ շորտը ավելի գեղեցկացրեց իմ եւ մենք այդ երկաշորտի հետ ընտրեցինք երկարաճիտ կոշիկներ, չբացեմ բոլոր փակագծերը, ինձ թվում է մենք ստացանք շատ գեղեցիկ լուք
հետաքրքիր կերպար, ինչը արդարացրեց իմ բոլոր սպասելիքները։ Գնումների փուլը շատ հեշտ տրվեց, քանի որ Աննան պատրաստ էր փոփոխությունների եւ ուշադիր լսում էր իմ խորհուրդներին։ Ընտրել ենք բավականին տրենդային իրեր, որոնք նաեւ հարմարավետ են առօրյա կյանքում, քանի որ փորձել ենք չշեղվել նրանից, որ նա առօրյայի մեջ նաեւ գնումագործի եւ զբաղվածությունում բավականին ծանրաբեռնված է։ Տրենդային իրերից ներկայիս ամենակարևոր բաներից մեկը դա փողկապն է։ Եվ այդ իսկ պատճառով անպայման ավելացրել ենք իր զգեստապարանը։ Աննայի մաշկը բավական հարթ մաշկ է, բայց ունենք մի փոքրինչ արտահայտված ծակոտիներ։ Կաշխատենք խուսափել փայլատ տեքստուրաներից, որպեսզի դեմքին ավելի թարմություն հաղորդենք։ Կերպարին համապատասխան ընտրել ենք շագանակագույն երանգները, աչքերը կընդգծենք ծխեցրած էֆեկտով, այդպիսով խորություն կհաղորդենք եւ կընդգծենք աչքերը։ Դեմքի օվալ ընդգծելու ենք նուրբ, ելի նույն երանգների մեջ եւ նաեւ թեթև կընդգծենք շուրթերը։ Կօգտագործենք փայլուն շրթներ, ինչպես նշեցի, դեմքի ընդհանուր թարմությունը պահպանելու համար։ Դիմահարդար Արփինեի հետ մենք որոշեցինք իմ դիմահարդարումը։ Ինքը ինձ բացատրեց, որ շագանակագույն երանգների մեջ է տեսնում եւ մի քանի էֆեկտներ է պատրաստվում տալ։ Ես դիմահարդարման արդյունքները դեռ չեմ տեսել, բայց լիավին վստահում եմ եւ մտածում եմ իմ պատկերացրածից ավելի լավ է ստացվելու։ Ուրեմն Աննայի հիմնական գույնը չենք փոփոխում, ավելացնում ենք շերտեր, մեղրագույն եւ կտրվածքը անելու ենք հասակը թողելու ենք, ավելացնելու ենք շերտեր, ունենալու ենք դիմային մազաբունջ։ Արդյունքում ունենալու ենք թարմ եւ ոճային դեսք։ Վարսահարդար Հարութի հետ զրույցից հետո ես հասկացա, որ պետք է վստահեմ նրան, որովհետև ինքը իր մասնագիտության գիտակն է, եւ Հարութը ինձ առաջարկեց իմ սովորական այս գույնը, որը ես հիմա կրում եմ, մի տոն բաց ավելի լավ կլինի, եւ որոշեցինք ալիքներ անել։ Ես միայն դեմ էի կարծանրվածքին, քանի որ տարիներ առաջ ունեցել եմ այդ դառը փորձը եւ մենք եկանք համաձայնության։ Դե ինչ նարեք, Աննայի կերպարանափոխվելու երազանքը արդեն իսկ իրականություն է եւ արդյոք սա մասնագիտական առումով պարտավորեցնող էր քեզ համար, թե ոչ։ Դե մասնագիտական տեսանկյունից այո, քանի որ Աննան մասնագիտությամբ դասախոս է նկարչության, այդ իսկ պատճառով պարտավորեցնող էր ստեղծել նենց կերպար, որը լավ կնայվի թե աշխատանքի գնալուց, թե առօրյայում։ Եւ չմոռանանք նկարչուհի է։ Եվ այո, պահելով իր անձնական եւ այդ էքսպրեսիան, այսպես ասած, նկարիչ որպես, տեսնենք ինչ կստացվի, թվում է նա գոհ է մնացել։ Ավելի մանրամասն կներկայացնես, երբ Աննան կգա հենց այստեղ, իսկ ինչպես էր հեշտ էր նրա հետ աշխատանքը։ Քանի որ նրա երազանքն եղել մասնակցել այսպիսի ծրագրում, ինձ թվում է, որ այդ պատրաստականությամբ, երբ որ մարդ գալիս է, ինքը միանգամից պատրաստ է ամեն ինչին, ու ես դեպքում ինքը լուր ու ամեն ինչ նայում էր, ընդունում էր եւ հեշտ գնացել է փոփոխությունները։ Ես անհամբեր եմ, գիտես, ես իսկապես ուզում եմ արդեն իսկ րոպե անգամ շուտ տեսնել Աննայի նոր կերպարը, արի հրավիրենք նրան այստեղ։ Աննա, սա կոչվում է կերպարանափոխություն։ Իսկապես։ Ինչ լավ է։ Հրաշալի տեսք ունեք։ Շնորհակալություն։ Նարեկ ջան, շնորհակալ եմ։ Ձեզ Լուսինե ջան։ Աննա, պատմիր, թե ինչպես անցավ այս ամբողջ գործընթացը եւ ինչպիսին էր աշխատանքը ամբողջ թիմի հետ։ Ամբողջ թիմի հետ շատ հետաքրքիր էր, ասեմ, որ բացի ինքը հաղորդաշար լինելուց շատ հետաքրքիր մարդկանց հետ եմ ծանոթացել։ Շատ շնորհակալ եմ Նարեկից, որ մի քիչ ինձ դիմացավ։ Կարծես թե սիրով է դիմացել։ Քանի որ սա իմ երազանքներից մեկն էր, որը այսպես ասած իրականացավ։ Այ հենց դա էլ ուզում եի հարցնել։ Արդյոք իրականացավ այդ երազանքը, որ կար մինչ հաղորդմանը գալը։ Այո, եւ ասեմ ավելին, իմ սպասվածից ավելի լավ ստացվեց։
Նարեկ, ուզում եմ հերթով պատմես հագուստի մասին, ինչպես ընտրվեց ի վերջո այս ոճը, այս կերպարը։ Վերանայելով Աննայի զգեստապահարանը, հիշենք, որ ինքը շատ գունավոր գույներ ուներ, բայց չուներ չեզոք գույներ։ Այստեղ մաքսիմալ չեզոքացրել ենք այն գունավոր տոնը, որը այս ներկապային օրինակ գտնվում է վերևում ու փորձել տալ նենց չեզոք, բայց միաժամանակ նորաձև գույն, որ ինքը կարողանա համադրի նաև իր ունեցածի հետ։ Իհարկե նորաձևության տենդենսներից տեղ փոխկապն է, որը շատ ակտուալ է։ Ոգեշնչման աղբյուրը կարծում եմ հենց քո այո, այսօրվա ոճն է ընտրված։ Փոքր կենթանական պրինտ է, այս դեպքում պայուսակի մեջ կարող ենք տեսնել, դե իհարկե մեկ էլ շագանակագույնը, որը ամենաակտուալն է այս սեզոնի համար։ Գույների առումով համաձայն ես, Աննա։ Այո։ Լիովին միանշանակ վառ գույներ չպահանջեցիր Նարեկից։ Չէ, ես դեռ համաձայնեցի Նարեկի հետ։ Դիմահարդարում, վարսահարդարում Իսկ թվում է այս լուքի հետ լիովին համապատասխանում է։ Իսկ վարսերի գույնը ընտրված, կարծում եմ, որ յուրաքանչյուր հագուստի եւ յուրաքանչյուր ոճի հետ կհամապատասխանի։ Այո, քանի որ եթե նայենք վարսերից մեջ կան բաց երանգներ, ինչը ավելի փարթամացրեց մազերս։ Ում հետ ես շտապում հանդիպելու այս կերպարով։ Այստեղ ես կանչել եմ իմ ընկերուհուն, որը հոգեբան է մասնագիտությամբ։ Շատ հետաքրքիր է լինելու նաև լսել նրա արձագանքը նոր կերպարի մասին։ Նա առաջին մարդն էր, ով ողջունեց, ես անմիջապես իրեն եմ հենց զանգահարել, որ գիտես, ինձ հրավիրել են այս հաղորդաշարին։ Ինքը ասեց կփորձեմ հոգեբանորեն, ես քեզ օգնելիս նորաձևությունն է, թող քեզ փոխի։ Կարծում եմ ստացվել է։ Ամեն հարցում հրաշալի աշխատանք է արված Նարեկ եւ թիմի կողմից։ Շնորհակալ եմ Աննային, որ վստահեց մեզ։ Ես եմ շնորհակալ։ Մեր մասնակիցը։ Կարծում եմ բոլորս ենք շնորհակալ, իսկ ինձ մնում է մաղթել, որպեսզի քո նոր ոճը նոր դռներ բացի, թե մասնագիտական եւ թե անձնական կյանքում։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ ուրախ եմ, որ ինձ նմանատիպ հաղորդաշարի հյուր ստացվեց, որ գամ։ Որ սիրուն է որ շատ ստացվեց սիրուն, շատ շագանակագույնը քեզ շատ սարսում է, իդեալական։ Մայքա, շատ հավան մոտիկարի, շատ լավն ես, շատ իդեալական է ամեն ինչ, ոյ, շատ գեղեցիկ է, շատ սիրուն եմ, ես ծանեք վրաց։ Աննային նոր կերպարը ուղղակի աննկարագրելի է, ճիշտ ասած սպասում էի ինչ-որ նոր ոճային խաղեր, բայց տեսնելով կասեի իմ սպասածից ավելին էր, ոճաբանը շատ լավ մասնագիտորեն ընտրել է այդ casual ոճի մեջ եւ հիմա նորաձևությանը համապատասխան գունային գաման շատ հավանեցի։ Ես նույնպես սիրում եմ շագանակագույնի երանգները կերպարի մեջ եւ ստացված էր կերպարը, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, որովհետեւ դուք ուղակի մարդու կերպար չեք փոխել, ուղակի ոչ չի դա, դուք փոխել եք մարդու կյանքի հետագա ընթացքը եւ ուղակի շատ սիրուն, շատ գեղեցիկ եւ սկսված Աննայի սանրվածքից, ամեն մի մանրուքից, դետալ, աքսեսուար, Աննայի աչքերի փայլից երևաց, որ իրականում ինքը իր նոր կերպարը գտել է, ինչի համար ես շնորհակալ եմ ձեզ։ Վերջնական կերպարը Աննայի շատ դուրս եկավ, քանի որ իմ կարծիքով մենք կարծել ենք ընդգծենք իր լավագույն կողմերը այս կերպարով եւ փորձել բացել եւ ցույց տալ իրեն նորովի։ Չեզոքացրել ենք կապույտ գույնը մուգ գույներով, որով եւ ընդգծել ենք իր դիմագծերը։ Իմ կերպարանափոխությունը համարում եմ ստացված, քանի որ այն ավելին էր, քան ես պատկերացնում էի։ Շնորհակալ եմ առաջին ալիքի ողջ անձնակազմին, շնորհակալություն եմ հայտնում Նարեկին, իր ողջ թիմով, դիմահարդարին, վարսահարդարին, քանի որ ինձ ապահովեցին գեղեցիկ տեսք, իմ երազանքները իրականացրեցին։ Հետագայում ես կհիշեմ որպես դրական էմոցիաներով լի հաղորդաշար, իսկապես ես այս 2-3 օրերի ընթացքում ինձ շատ երջանիկ եմ զգում, բոլոր մարդիկ ինձ պարգևեցին միայն ժպիտներ, ինչի համար շատ շնորհակալ եմ։